Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց լողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարյանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում ենք կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է փաստաբան Գևորգ Դավթյանը, բարև ձեզ պարոն Դավթյան։ Բարև ձեզ։ Այս տոնական օրով մայիսի 1-ով խոսելու ենք աշխատավորներից թալանացի մասին, եթե հումորով ասեմ, իսկ եթե ավելի լուրջ, պարոն Դավթյան, օրերս համանդրական դատարանը վճիռ կայացրեց ապօրինի ճանապարհով ձեռբերված գույքի բռնագանձման գործընթացին վերաբերող, քանի որ համանդրական դատարանի ձևակերպումները, այսպես շարքային սպառողի համար շատ խրթին են, շատ իրավական են, հա, փորձենք հիմա ինձ փորձեք բացատրել, ինչպես կբացատրեիք երեխային, ինչ է իրենից ներկայացնում այդ որոշումը։ Շատ բարի, իհարկե ճիշտ նկատեցիք, իրոք շատ իրավական են եւ ավելին ասեմ, շատ դեպքերում անգամ մասնագետները միանգամից միգուցե չկարողանան եզրահանգման հանգել, բայց այնուհանդերձ եթե ավելի մի երկու խոսքով ասել, այն է, որ համանդրական դատարանը հավաստեց, որ այն օրենքը, որը ընդունվել է, այսինքն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավական ակտը, ըստ էության համապատասխանում է սահմանադրության հետ եւ որևէ հակասություն չունի։ Իհարկե մի քանի օր առաջ է որ հրապարակվել է ամբողջությամբ իր պատճառաբանական մասը, որտեղ ներառված է ոչ միայն պատճառաբանություն, այլ նաեւ կողմերի ըստ էության դիմումները, փաստարկները, մի խոսքով ասած, ես կարծում եմ մեր հանրությունը պետք է հասկանա, որ դա վերաբերում է նրան, որ եթե որևէ պաշտոնատար անձ իր պաշտոնը ստանձնելուց հետո նրա գույքային դրությունը բարելավում է, այսինքն իր եկամուտները անհամաչափ են իր կողմից ստացված հանրային ծառայության ընթացքում արծած գումարին, հետեւաբար այն առնվազն այդ առումով սկզբնական փուլում կասկածելի է։ Այսինքն որտեղից իրեն այդքան միջոցներ, որի հիմքով նա հարստացել է։ Որտեվ ես ուզում եմ անդրադառնալ նաև ձեր առաջի խոսքին, երբ որ դուք աշխատավորների տոնի հետ կապված նշեցիք, իրականում դա այդքան էլ հումորային չէր, որովհետև իրականում դա աշխատավորների փողն է։ Այսինքն իրականում դա հանրային շահից է բխում, դա հանրության փողն է, որովհետև ի վերջո պետությունը ձևավորվում է հանրության եկամուտների հաշվին, այսինքն նույն աշխատողների, մեկը աշխատողի կարգավիճակ ունի, մյուսը ձեռներեցի կարգավիճակ ունի, նշանակություն չունի, մյուսը այս կամ այն ձևով, այլ ձևով ստացված եկամուտներից հարկեր է տալի, եւ ի վերջո դրանով մենք ձևավորում ենք հանրային սուբյեկտ, որը հանդիսանում է պետական մարմինների, որն իր հերթին տարանջատվում է, որոնք նպատակ են հետապնդում ծառայել հանրությանը, այսինքն որպեսզի հանրության պահանջները բավարար են, դրանք կլինի սոցիալական, դրանք կլինի բժշկական, դրանք կլինի տրանսպորտային եւ այլն եւ այլն։ Այսինքն ի վերջո, երբ որ այնտեղից այդ միջոցները պաշտոնատար անձի կողմից վերցվում են եւ չեն համապատասխանում, ստացվում է, որ մենք գործ ունենք առնվազն կասկածելի այնպիսի հարաբերության հետ, ինչի հաշվին մեզնից գումարները գողացել են։ Ինչը ոչ այլ ինչ է, առնվազն կարող ենք հիպոթետիկ ասել, որ դա տեղի է ունենում հանցագործության հետևանքով։ Այսինքն ընդհանուր առմամբ համանդրական դատարանի որոշումը վերաբերում է, եթե դուք ունեք պաշտոնատար անձ եք եղել, ընդ որում պաշտոնատար անձ եք եղել, պաշտոնատար անձից հետո ձեր վիճակը բարելավել է եւ դուք չեք կարողանում հիմնավորել, ընդ որում ոչ միայն դուք չեք կարողանում հիմնավորել, այլ ուսումնասիրությունների արդյունքում որևէ ձև փոխկապակցություն չկա ձեր ստացված գումարների եւ ձեռք բերված գույքի այդ գնահատման չափի մեջ, օրինակ օրենք այս տեսակետից ասում է 50 միլիոն, եթե 50 միլիոնի արժողությամբ գույք ունես, որից ցածր ուսումնասիրության չի ենթարկում, կարծես թե ասում է լավ, մինչև 50 միլիոնը չեմ ստուգում, բայց եթե տեսնում եմ շատ է, 50 միլիոնից շատ է, հետեւաբար ես ստուգման եմ ենթարկում եւ եթե դա ձեր աշխատավարձի հետ եւ ձեր աշխատավարձը կլինի հավելավճարները կլինի չի համապատասխանում, հետեւաբար պետք է ստուգման ենթարկել։ 50 միլիոն միայն մեկ անձի հետ կապված, թե փոխկապակցված անձերով։ Տեսեք, ինքը իրականում մեկ, որովհետեւ ես կարող եմ 49 միլիոնի, ասենք 10 գույք ունենալ տարբեր մարդկանց 50 միլիոնը դա հավաքական է, այսինքն դուք եթե տրոհում եք այդ 50 միլիոնը, ենթադրենք մարդը մինչև 40 միլիոն կուտակում է, մյուսը այլ անձանց հաշիվներում է ձևակերպում, դրանք կարող են փոխկապակցված անձիկ, դրանք կարող են լինել ընկերներ, ծանոթներ, դա չի վերաբերվում առանձին, դա վերաբերում է միասին, այսինքն դրանք պետք է գումարային առումով 50 միլիոնը գերազանցեն։ Ձեր ասած դեպքում բնականաբար նորից գերազանցում են, որովհետև եթե միտեղ 40 միլիոն է, մյութեղ 5 միլիոնը ի վերջո 50 միլիոնը գերազանցում են։ Այլ հարց է, որ իրավասու մարմինը, օրինակ տվյալ դեպքում դատախազությունը, պետք է ուսումնասիրություն կատարի եւ հավաստի առնվազն, որ այդ փոխկապակցվածությունը երրորդ անձանց հետ, այդ ձեր նշած օրինակում, դրանք
մեկ պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով առաջացած դրամական կամ նյութական ցանկացած միջոց են, որի համաձայն այդ 50 միլիոնը գերազանցել են։ Այսինքն այս շեմը անցավ, արդեն հիմքը կա, որպեսզի սկսվի ուսումնասիրությունները։ Ուսումնասիրություններից հետո գործը տրվում է քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Սահմանադրական դատարանը դրա մասին էլ հենց ըստ էության բարձրաձայնել է, այդ ու շատ է խորացել, ասեմ ավելին, սահմանադրական դատարանը սկզբնական փուլում, երբ որ նայում ես իր որոշումը, մասնագիտորեն ես նայում, տեսնում ես, որ նա ասում է, որ շատ բաներ կար, որ ինքը կարող էր այսպես ասած չընդունել այդ գործը քննության, բայց քանի որ դա եկել է օրենսդիր մարմնի համապատասխան ձայների այդ իրավազորությունը օգտագործելու միջոցով նա նաև դրան է անդրադարձել, ասել է թեև սա չկա, բայց որպեսզի հանրության նաև եւ ընդհանրապես հանրության եւ մասնագիտական հանրության ցանկացած կասկած փարատվի, հետեւաբար ես այդ հարցը քննարկման առարկա կդարձեմ, որ հետագայում որևէ կերպ սակարկման ենթակա չլինի։ Ինչու է հենց համանրական դատարանը այդպես ասել, իր որոշումից եմ ես դա ասում, որովհետև եթե մեր հանրությունը ուշադիր է եղել, առնվազն գոնե մասնագիտական հանրությունը, միջև համանրական դատարանի որոշում կայացնելը սոցիալական հարթակներում հրապարակվեց եվրոպական դատարանի կողմից կայացված երկիրը չեմ հիշում, ընդդեմ այդ երկրի որոշում, որտեղ նույնպես գոյություն ուներ նույն օրենքը, եւ եվրոպական դատարանը հավաստեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքը միայն բավարար չէ այդ մասով ուսումնասիրություն կատարել եւ հետագայում դատական ակտ կայացնել ի վնաս տվյալ դեպքում պատասխանողի, այսինքն ով որ հարստացել է, այլ այդ գույքը պետք է նաեւ կապված լինի հանցավոր արարքի հետ։ Այսինքն եթե հանցանքը չկա, հետեւաբար մենք այս մասով չենք կարող որևէ գործողություն անել, այսինքն դատարանները, դատավճիռներ կամ դատական վճիռներ չեն կարող կայացնել։ Իրականում սա հանրության մեջ շփոթեցնում է եւ առաջացնում է հիասթափություն է, որ մարդուն պետք է նախ քրեական հանցագործության համար դատեն, հետո դրա հիման վրա արդեն գույքը բռնագանձ է։ Տպավորությունը այդպեսին։ Այո, սա հենց այդ նպատակ էր հետապնդում, ես կարծում եմ, որ հասարակության մոտ ընկալումը այդպես լինի, որ եթե չկա հաստատված մեղադրանք, ընդ որում քրեական օրենսգրքով սահմանված արգելված արարքի մեջ մեղավորություն ճանաչված անձ, օրինակ, հետեւաբար կարծես թե այս օրենքը իր տեղը չունի, բայց իրականում դա այդպես չի, որովհետև եվրոպական դատարանը այդպես չի ասել, դրում համարական դատարանն էլ է դրա մասին անդրադարձել։ Ասում է այդ ապօրինի ծագում ունեցող գույքը այդ հարաբերություններում, այդ գործողությունների փոխկապակցությունը պետք է կապ ունենա հանցավոր արարքի հետ։ Հանցավոր արարքը պարտադիր չի, հանցավոր արարք կարող է կատարված լինել, այսինքն դեպը կա, բայց կարող է քրեական օրինակ պատասխանատվության ժամկետը անցած լինել, որը քրեական դատավարության կարգով հնարավոր չի լինի բռնագանձել։ Եվ ոչ միայն այս դեպք, ես շատ մեկ դրվագը նշեցի, կան բազմացի դրվագներ, երբ որ օրինակ գույքային պանջ քրեական օրենսգրքով, օրինակ վնասներ է հատուցել, օրինակ հարստացել է անձ այդ գործողությունների արդյունքում, բայց այն քրեական դատավարության կարգով հնարավոր չի բռնագանձել, որովհետև նրա ապացուցողական շեմը այլ է։ Այստեղ պետությունները, նաև Հայաստանի Հանրապետությունը ընդունելով նման իրավական ակտ, հանրության առաջ փորձում են ի ցույց դնել, որ ցանկացած պաշտոնատարանց պետք է գիտակցի, որ իր եկամուտները բացառապես պետք է լինեն օրինական, այսինքն իր հանրային գործառույթները երբևիցե չպետք է լինեն ի հաշիվ հասարակությանը։ Եթե կա ի հաշիվ հասարակությանը, ապա դա առնվազն պետք է ստուգվի եւ այդ անձը ենթարկվի պատասխանատվության։ Տվյալ դեպքում քաղաքացիայի իրավական դաշտում դա էական չի դու ապացուցել ես անձի մեղավորությունը, թե չէ, որովհետև երբ որ դատախազությունը սկսում է ուսումնասիրել անձի գույքը, առնվազն այն կանխավարկվածն է, որ ոչ միայն ապօրինի ծագում ունեցող գույք է, եթե ապօրինի ծագում ունեցող գույք է, ուրեմն դա նշանակում է կապված է հանցանքի հետ, որովհետև չես կարող օրինակ ոչ մի բան չանելով կուտակես մեծ եկամուտներ ու դա իրավաչափ գործողությունների արդյունքում լինի։ Հայաստանում այնքան մարդ կա, որ ասում է կարողացել եմ, արել եմ։ Եթե բերեք մի օրինակ, ես համաձայն, օրինակ կարող են ասել, օրինակ խորհրդային միության հենց բերեցի ասելու են քաղաքականացնում եք։ Չեմ բացառում, ընդհանրապես ամեն ինչն եմ փորձում քաղաքականացնել, տեսեք։ Հիմա այսպեսի մի իրավիճակ պատկերացնենք, այդ ձեր ասած հենց օրինակով։ Հնարավոր է որոշակի ռեֆորմների արդյունքում, օրինակ անձիկ հարստանան, բայց արդյոք դա ապօրինի ծագում է, թե չէ։ Դա ավելի պարզացնեմ, ավելի այսպես ասած մակարդակը իջեցնեմ։ Օրինակ ես առել եմ $10, այսպես ասած, ամերիկյան դոլարի համարժեք դրամով հող 1 տարի առաջ, որը ընդամենը 4 տարի հետո ինչ որ ռեֆորմների, տնտեսական ռեֆորմների արդյունքում դառել է ենթադրենք $1000 համարժեք դրամ։ Արդյոք սա ապօրինի է թե ոչ։ Իհարկե ոչ։ Եթե խոսքը սրա մասին է, ոչ։
Որովհետև մենք շատ լավ գիտենք, որ խորհրդային միության փլուզումից հետո այդ Սեփա Գորբաչովի այդ սեփականաշնորհման կամ կոոպերատիվների հարցը երբ որ բարձրացեց, դրանից հետո շատ մարդիկ օգտվելով այդ առիթից, ընդ որում օբյեկտիվ պատճառներով եւ իրենց գիտելիքները օգտագործելով, օբյեկտիվ կանխատեսելով հետագայում ինչ պետք է լինի, նրանք իրացան որոշակի ունեցվածքների շատ հարմար գներով եւ հետո դառան մեծահարուստներ։ Եվ արդյոք սրանք ապօրինի են թե ոչ, այս օրենքի տեսակետից ոչ, եւ ընդհանրապես իմ գնահատում ընդհանրապես ոչ, որովհետեւ նա օրինական առել է, որովհետեւ մեկին չի խապել, որովհետեւ շահեր չի օգտագործվել, որովհետեւ պաշտոնյայի հետ այդ առումով չի համագործակցել։ Այսինքն նա օգտագործել է իր ուղակի հմտությունները։ Հետևաբար այս մասին պետք է մոռանալ։ Դրա համար երբ որ ասում ենք ապօրինի ծագում ունեցող գույք, մենք ի նկատի ունենք հանրության միջոցները անօրինական ճանապարհներով օգտագործած անձ, որը օգտագործել է իր պաշտոնական դիրքը եւ առավելության է հասել։ Ընդ որում այդ առավելությունը հասել է ոչ միայն պետության նկատմամբ, այլ բոլորիս նկատմամբ։ Դրանով օրինակի համար պետությունը զրկվել է որոշակի ծառայություններ մատուցելուց հանրությանը։ Օրինակ չի կարողացել օրինակ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնի, ռազմավարական որոշակի ծրագրեր իրականացնի, որովհետեւ բյուջեն ըստ էության թերի է եղել։ Ստիպված է բավարարված լինել 80-ականների զենքերով, օրինակ։ Այո, հենց այդ դա հենց նայեք, մենք ամեն մի հարաբերության մեջ միշտ դժգոհել ենք, տեսեք 25-30 տարի միշտ ասել են, թալանել են։ Հասկանալի է, այդ թալանելը հանրությունը պահանջում է, լավ թալանել են ու ձեզանից չեն թալանել։ Բոլորից են թալանել։ Հետևաբար եթե բոլորից են թալանել, նշանակում է ին փողն են տարել, հետևաբար բերեք վերականգնեք։ Հենց ապօրինի ծագման մասին այդ օրենքը նպատակաուղղված է կոռուպցիայի դեմ։ Ընդ որում, սա նորություն չէ։ Մենք որի մասին նաև անդրադարձել է Սահմանադրական դատարանը իր հենց այդ որոշման, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը սկսվել է ոչ թե նոր կամ 18 թվականին։ Կոռուպցիայի դեմ պայքարը իրավական դաշտում, այսինքն իրավական բազայում եղել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրից հետո, երբ որ հստակ նշվեց, որ պետությունը պաշտպանում է, հետո 95 թվականին ընդունվեց Սահմանադրությունը, որտեղ նաև սեփականության իրավունքի հարցներ քննարկվում, նորմը կար, եւ պետությունը պաշտպանում է օրինական ստացած եկամուտները։ Այսինքն եթե քո եկամուտները օրինական չեն, այստեղ այդ կարգավորումները չեն գործում, այսինքն կոռուպցիայի կանխարգելումը այդպես է եղել։ Բարեվարկությունը ի սկզբանե եղել է, այլ բան է, երբ որ գործիքակազմը այն ժամանակ ավելի քիչ է եղել, հիմա ավելի շատ է եղել, այնպես որ այս օրենքը, որ ընդունվել է եւ այսօր որ Սահմանադրական դատարան դրա վերաբերյալ արդեն իսկ որոշում է կայացել, դա նորություն չէ, ուղղակի ավելի պատճառաբանություն է, թե ինչու նաև սա բարձրացնում է հանրության վստահությունը, որովհետև ի վերջո, երբ որ մենք ունենում ենք արտագաղթ, երբ որ մենք ունենում ենք աղքատության բարձր մակարդակ, դա ի վերջո փոխկապակցված է դրանից, որովհետև անձիկ տեսնում են, որ անձը չունենալով հմտություններ, օրինակ բիզնես հմտություններ, զբաղեցնելով ընդամենը մի պաշտոն, որի օրինակ եկամուտը աշխատավարձը կազմում է, ես հիմա չեմ ասում, որովհետև հիմա մի քիչ ավելի շատ են բարձր։ Լավ, թող լինի տարեկան 4 միլիոն։ Հա, 4 միլիոն դրամ, ինչպես կարող է ենթադրենք անձը տարեկան քշի օրինակ ես մենակ շարժական 40 միլիոն դրամանոց 40 միլիոն դրամանոց մեքենա, որտեղից իրեն։ Լավ, մեկը քչեց ընդունենք իր պապին կամ տատին, չգիտեմ, ինչ որ ժառանգությամբ գտանք կար, ոսկի կար կամ թեկուս անօրինական էր, բայց այդքան պետությունը հետ չի կարող գտնել։ Հետո մեկը, բա մյուսը, դրանք համատարած բնույթ չպետքա կրեին։ Հետևաբար այստեղ առաջանում է հստակ հանրային պահանջ, որպեսզի այդ անձիկ ենթարկվեն պատասխանատվության։ Եվ պատասխանատվություն ասելով մենք չպետք է մենք ի նկատի ունենք միայն քրեա իրավական պատասխանատվություն։ Հենց այդ օրենքի նպատակը քաղաքացիական իրավական հարաբերություններում կարգավորումը նա է, որ անձը կարող է քրեական պատասխանատվության չենթարկվել, բայց կարող է ենթարկվել քաղաքացիական իրավական պատասխանատվության, որ դրսևորվում է գույքի բռնագրավմամբ, ընդ որում գույքի մեջ ավելի լայն է այդ օրենքը, գույքի մեջ ոչ միայն մտնում են կոնկրետ գույքերը, այլ գույքային իրավունքները, օրինակ հեղինակային իրավունքները, գույքային հեղինակային իրավունքի արդյունքները, շատ հանգիստ բաժնեմ ասել, բաժնետոմսեր եւ այլն։ Պարոն Դավթյան, հիմա ես ստիպված եմ լինելու կարդալ հարցը, որովհետեւ այստեղ տվյալներ շատ կան։ Տեսեք, 2020 թվականից մինչև 25 թվականի հունվարի վերջ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավման վարչությունում իրականացվել է ընդհանուր առմամբ 614 ուսումնասիրություն։ Դատախազությունը հայցադիմումներով պահանջում է Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 270 շարժական, 1381 անշարժ գույք, 359 իրավաբանական անձանց մասնակցություն, հա։ Դրամական պահանջը կազմում է շուրջ 527 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր հայցագինը շուրջ 600 միլիարդ դրամ։ Թվերը տպավորիչ են, բայց օբյեկտիվ են։
Հարցում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու 600 միլիարդ դրամ օբյեկտիվ թիվ է թե ոչ։ Ես կարծում եմ, այսպես ասած, օբյեկտիվ ասած եկեք բաժանենք երկու մասի, այսինքն սա նվազագույն շեմն է, թե դեռելի կա։ Իմ անձնական կարծիքով ոչ որպես մասնագետ, այսինքն քաղաքացու աչքերով, որովհետև նաև մենք մեր գործերով հանրության հետ ենք շփվում, դա շատ ավելի քիչ է։ Իրապես այդպես էլ պետք է լիներ, այնպես չի, որ այդպես չի, որովհետև մենք շատ լավ գիտենք, անգամ սովորական հանցագործություններ, օրինակ գողության տեսքով կամ հափշտակություններ, կողոպուտներ, որ լինում են, այդ գողոնը շատ բացառիկ դեպքերում է, որ 100% վերականգնում են կամ 100% բացահայտվում են։ Օրինակ մեկ շատ པարզ օրինակ բերեմ, անգամ գեղարվեստական կինոնկարահանումներ բազմաթիվ կան վերաբերյալ, երբ որ օրինակ բանկ են մտնում, բանկը թալանում են։ Ավելի իջեցնենք մակարդակը, որ մեր հանրությունը, մեր լսողները մեզ ավելի པարզ հասկանան, տանում են ինչ որ չափի գումար, X գումար։ Բայց երբ որ հետո նայում ես, տարել են, անհայտ է, ինչքան կլինի, ոնց կլինի։ Հետո որ նայում ես, իրականում X գումար չի տարված եղել։ Ավելի քիչ է տարված եղել։ Բայց դրա մեջ մտել է նաև այն տարվածը, որոնք տարել են օրինակ բանկի աշխատողները։ Օրինակ ընթացքում, տարիների ընթացքում նրանք ինչ չստացված, ինչ գողացված կար, ներառել են այդ թալանի մեջ։ Այսինքն, այն որ ասում է գտնում ենք մեկին, որը տարավ գողություն արեց, մենք ասում ենք, տեսեք, մեզից տարել են իրականում 100 միլիոն, բայց իրականում այս մարդիկ են նայում են, որ իրենք տարել են 10 միլիոն։ Այսինքն իրենք գնալու են 10 միլիոնի համար բռնով են պատասխան տան, բայց իրականում այն մյուս գողերը պատասխան չեն տալու։ Դրա համար ձեր հարցը, որ ասում եք օբյեկտիվ է թե ոչ, եթե նվազագույն շեմի առումով ենք ասում, ես կարծում եմ դա զուտ նորից եմ ասում, քաղաքացու տեսակետից սա ավելի քիչ է, որովհետև եկեք հերոց չգնանք, հենց հիմա սոցիալական արտակներում երբ որ նայում եք, մարդիկ ինչ են ասում են միլիարդներ ունի, այս չեմ ուզում անձնավորեմ, այս իրանց համար սա ինչ է, սա 1%-ը չի կազմում իրանց տարածի։ Հիմա ինչ ասենք օբյեկտիվ է, թե օբյեկտիվ չէ։ Եթե ավելի բարձր շեմ ենք ուզում անենք, կարող ենք ասել, որ իրավասու մարմինները դեռևս այնքան աշխատանք ունեն տանելու, բայց ինչքան էլ տանեն, մեկ ամբողջությամբ չեն կարալու վերականգնել, որովհետև ամբողջությունը օբյեկտիվորեն հնարավոր չի։ Օբյեկտիվ իրականության մեջ վերականգնելը 100%-ով հնարավոր չէ, որովհետև դրանք կարող են ծախսվել, դրանք կարող են անցնել բարեխիղճ ձեռբերողների, կարող է ինչ որտեղ մարդը ինչ որ տեղեր, ինչ ասեմ, ինչ որ խաղային հարաբերություններում գումարները պարտված չէ, այսինքն հետքը կորի այդ ապօրինի ձեռբերվածի կամ գնան այլ երկրներ։ Դրանք հնարավոր չի 100% վերականգնել։ Իրավասու մարմինների աշխատանքի որակը այդտեղ կապ ունի թե ոչ։ Իհարկե կապ ունի, ցանկացած պարագայում կապ ունի։ Ինչքան բարձր շեմ է, այնքան իրավասու մարմինները ավելի այսպես երկրաչափական պրոգրեսիային նրանց ավելի մեծանում են եւ վստահություն է մեծանում այդ մարմինների առաջ եւ քանի հանրությունը ասում է որ դա քիչ են տարել, նշանակում է դեռևս նրանք դժգոհ են նաեւ իրավապահ մարմինների աշխատանքից։ Դե կներեք, ասենք իրավապահ մարմինների, եթե ասենք կոնկրետ դատախազության դեպքով ասենք փորձենք գնահատական տալ, վերջին շրջանում եղան մի շարք գործեր, որոնք ձգձգվեցին այնքան, ընդ որում չի ասի թե դատարանների մեղքով ձգձգվեցին այնքան մինչև այդ գործերի վաղեմության ժամկետը անցավ հետո դատարան ասում է գիտեք ինչ կա այս մարդը միգուցե եւ մեղավոր է բայց հաջողություն շնորհակալություն ուշադրության համար գնացեք շատ իմիջիալոց ակտուալ ու ցավոտ հարց եք բարձրացնում իրականում մենք այդ խնդիրը մինչև հեղափոխությունը ավելի վատ վիճակի է եղել ինչու եմ ասում որովհետեւ հետո փոխվեց քրեական դատավարության օրենսգրքի ես ես միանգամից անդրադառնամ քրեայի իրավական արարքներին որովհետև հիմնականում ծանրակշիռը այդտեղ է մինչ այդ հանցագործությունների վաղեմության ժամկետը սկսվել է 2 տարուց այսինքն եթե անձը կատարել է X հանցագործություն որը միջին ծանրության է նրա վաղեմությունը սկսել է 2 տարուց այսինքն անձը եթե 2 տարի պատասխանատվության չենթարկվեց դե բնականաբար մենք լավ գիտենք նախաքննությունները ոնց են լինում ինչ են լինում Հետևաբար այդ անձին եթե հետագայում կանչեն պատասխանատվության առնվազն վաղեմության ժամկետի հիմքով կարճվել է գործը ընդ որում հետաքրքիր խնդիր է առաջանում արդյոք երբ որ գործը կարճվում է ոչ ռեաբիլիտացիոն հիմքով այսինքն ոչ մեղավորության հիմքով այսինքն օդի մեջ է մնում անձը մեղավոր է թե մեղավոր չէ եթե մարդ հատնում նկատում կիրառի այդ վաղեմության հիմքը նշանակում է ինքը Առնվազն ընդունում է որ անմեղ չի Առնվազն ընդունում է որ անմեղ չի բայց չի ընդունում որ մեղավոր է
Այս դեպքում ինչպես պետք է իրենից բռնագանձել, այդ ենթադրյալ արարքի հետևանքով անիմն հարստացված գույքը չկա դրա կարգավորումը։ Իրականում չի կարող, որպեսզի դատարանը դրան գնահատական տա, պետք է այդ գործը քննի, մեղավորությունը հաստատի, բայց եթե չի կարողանում գնահատական տա, ընդ որում սա ես պաշտոնյայի մասով եմ միայն ասում, այն քաղաքացուն հələ թողնի մի կողմ, քաղաքացուն ընդհանրապես չի կարող մտնի։ Դատարաններն ասում են կներեք, ես չեմ կարող, կամ օրինակ մենք այսպիսի մի իրավիճակների ենք հանդիպում, երբ որ քրեական գործը գնում է, դատական վաղեմության հիմքով կարճում է, բայց պաշտոնատար անձ չի։ Մեղադրյալը պաշտոնատար անձ չի, բայց դուժող կողմը պահանջ ունի, գույքային պահանջ ունի, օրինակի համար ինչ որ X գումարի չափով։ Դատարանը քանի որ վաղեմության հիմքով կարճում է, ասում է քաղաքացիական գույքային պահանջել չեմ քնում, որտեղ իրավասու չեմ, մարդը օգտվել է օրենքի նորմից, հետեւաբար գնացեք քաղաքացիայի իրավականով, եթե կարողանում եք արեք։ Ասում է, երբ որ գնացեք քաղաքացիայի իրավականով, անձը գնում է քաղաքացիայի իրավականով դատարան, ասում է, գիտեք ինչ կա, այս հանցագործությունն ա եղել, բա ինձ այդքան գույքային վնաս ա պահանջել, դատարանը ասում է, կներեք, ես իրավունք չունեմ քրեական գործի մեջ արդեն խառնվելու, չեմ կարող այդ արարքին քրեա իրավական գնահատական տամ, որովհետև վաղեմության հիմքով կարճվել է։ Հետևաբար գույքային պահանջը մնում է օդի մեջ, այսինքն դուժողի շահերը չեն բավարարվում։ Տեսեք, սա սովորական քաղաքացիայի իրավական դա այն մեխանիզմն է, որը օգտագործեց ու կիրառվեց Հյուսիսային Պողոտայի դեպքում։ Ահա, իսկ պաշտոնատար անձինը ոչ։ Նայեք, պաշտոնատար անձինը արդեն այդպես չի։ Պաշտոնատար անձին այդ դեպքերից մեկն է։ Հնարավոր է վաղեմության հիմքով կարճվի, հնարավոր է անձը երկրում չգտնվի, ինչի հետևանքով հոսի այդ ժամկետներն, ասում են, չէ, աղբյուր ջան, մենք արդեն ունենք այս օրենքը ինքը արարքին թեև քրեա իրավական գնահատական չի կատարում, բայց ասում է, սա կատարվել է հանցավոր արարքի արդյունքում։ Չի կարող, այ հենց այդ դրա համար է այդ օրենքը ընդունվել։ Այսինքն պաշտոնատար անձանց մասով հարցը փակված է։ Խնդիր չենք տեսնում։ Հիմա երբ որ ես առաջի մասում իմ խոսքի ասեցի նախկինում օրինակ 2 տարի էր, հիմա փոխվել է։ Հիմա երբ որ նոր քրեական դատավարության օրենքը շեմը բարձրացրեց, հենց վաղեմության համար։ Սարքեց ամենացածր վաղեմության ժամկետը ամենաչնչին, թեթև ժողովրդական լեզվով ասած, այն որ ավել գողացողի համար սարքեց 5 տարի։ Այսինքն հանցագործության ենթադրյալ հանցագործության կատարման պահից վաղեմությունը սկսվում է հաշվել 5 տարի, ել չեմ ասում այնտեղ կարող են լինել ընդհատումներ, կասեցումներ, մասնագիտորեն չասեմ, բայց ընդհանուր առմամբ այն ժամանակ 2 էր, հիմա 5։ Այն ժամանակ 5-ը ծանր հանցագործություն էր, հիմա ծանրինը 10 տարի է։ Կան որոշակներ, որ ընդհանրապես վաղեմությունը չի կիրառվում, այսինքն այս առումով բարելավեց, բայց հիմա արմատական ձեր հարցին անդրադառնամ, թե արդյոք իրավասու մարմինները տվյալ դեպքում դատախազությունը չեն ձգձգում գործեր այնքան, մինչև վաղեմության ժամկետները անցի, որովհետև կարող են 5 տարի է ձգձգեն օրինակ։ Թեև սա գործիքակազմը հիմի ավելի թույլ, այսինքն օրենսդրորեն այդ մասը ավելի լավ պաշտպանված է, բայց կա այսպիսի մի իրավիճակ, երբ որ իրավասու մարմինները եւ լինելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, ես չեմ ուզում գնահատական տամ, որովհետեւ կարող է լինել ծանրաբեռվածություն, օրինակ լինեն առանձնապես այնպիսի կարևոր գործեր, որ հրատապ քննություն են պահանջում, թեև բոլորն են հրատապ են, բայց ստիպված լինեն հանրային շահից ելնելով ընտրեն ավելի արագ քննվող գործերը։ Երբ որ դատախազությունը քրեական գործով, երբ որ նախաքննության, եթե որ վարույթ են հարուցում, դերևս որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրում, այսինքն դա հենց կապված է նրանից, որ իրենք դերևս պետք է ապացույցներ հավաքեն, որ հավաստվեն, որ այս անձը առնվազն հիմնավոր կասկածի շեմով կարող է համարվել ենթադրյալ հանցավոր արարք կատարած անձ, նոր այդ դեպքում մեղադրանք առաջադրեն, որովհետև քրեական դատավարության օրենսգիրքը մի գործիք է մտցրել, ասում է, երբ որ դու անձին մեղադրանք առաջադրիր, հստակ ժամկետներ է տվել։ Ասել է, այսքան ժամկետում դի գործը մտցնես դատարան։ Այսինքն, այն որ ոնց են ասում, այն ժամանակ կարողանում էին երկարացնել, այն ժամանակ նախաքննությունը սովորաբար 2 ամիս է, նախաքննությունը միշտ 2 ամիսի մեկ միջնորդում էին, ասում էին մեղադրանքն առաջադրել են, անձի նկատմամբ խափանման միջոց են ընտրել, կլինի կալանավորում, բացակայելիք եւ այլն, բայց անընդհատ երկարացնում էին։ Ու տենց հայ երկարացնում են, ճիշտ է, այնտեղ էլ կար 1 տարյա ժամկետ բան, բայց հիմնավոր պատճառաբանությամբ նորից կարող էր երկարացվել։ Հիմա հակառակ process-ն է, հիմա օրենքի այլ գործիքակազմից են օգտվում։ Հիմա անձին մեղադրանք չեն առաջադրում, քրեական գործը հարուցում են, ասում են դե մենք հլա ապացույցներ ենք հավաքում։ Ինքը վկայի կարգավիճակ։ Հա, ինքը ունի վկայի կարգավիճակ, կարող է կարգավիճակ է չունի, բայց մենք ապացույցներ ենք հավաքում, հարցումներ ենք անում, փոխկապակցած անձանց ենք հարցնում, ուսումնասիրություններ ենք անում, այ երբ որ ապացույցները լրիվ կլինի, նորից մեղադրանքը կառաջադրեն, որովհետև հենց մեղադրանքը առաջադրեց, ժամկետը սկսում է հոսել։ Այ միջև դա ժամկետը խնդիր ունի։ Իրականում դա շատ լուրջ խնդիր է եւ իրականում դա կախված է իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմից։ Այսինքն, ստեղ դատախազական մարմինները
ժամկետը ձգձգելու առումով, եթե սուբյեկտիվ ենք նայում հարցին, այսինքն սուբյեկտիվ ուզում են ձգձգել, օրինակ ինչ որ մի օգտին, որը իրավաչափ չէ, նրանք կարող են այդ գործիքակազմից ավելի լավ օգտվեն, քան թե դատարանները։ Հիմա տեսեք, դուք ասացիք, որ այ օրենքը տալիս է նման սահմանափակումներ, կան նման իրավասու մարմինները որոշ դեպքերում այնքան էլ ազատ չեն իրենց գործողություններում։ Տեսեք, իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ գնացել են ինստիտուցիոնալ լուծման ճանապարհով, ոչ թե կացնային տարբերակով գույքը խլելու։ Միգուցե դա ընդունելի կամ թերևս դա ընդունելի բացատրություն կարող է լինել, բայց հասարակությունը մեծամասնության մեջ ասում դուք մեզ ձեռ եք առնում։ Գիտեք, իրապես երբ որ հասարակությունը պատվիրակում է պետական լիազորությունը իրականացնում, այսինքն հասարակությունն է ստեղծում պետությանը։ Հասարակությունը պետությանը հենց ստեղծում է, որ իրեն ծառայություն մատուցի ու իր գումարներով։ Բայց երբ որ մենք ասում ենք հանրության աշկերով, մենք ասում ենք, գիտես, ինչ կարելի պետություն, դու պիտի գնայիր միանգամից բոլորին կուլակաթափ անեիր, իրավական առումով դա զուտ մասնակից դա անընդունելի է ցանկացած իրավիճակում, այսինքն կուլակաթափ անել զուտ ուղակի, որ այսպես ասած գիտես, որ այդպես է, այսինքն գիտես անձամեղավոր է, բայց ապացույցները ձեռքի տակ չեն։ Դա նշանակում է այդ գործիքակազմը օգտագործելով, այդ կուլակաթափ լինելու գործիքակազմը դու ինքդ քեզ խոցելի ես սարքում, որովհետև այդ process-ում մարդը մեղսունակ անձ է, մարդը գայթակղող անձ է։ Նույն այդ պաշտոնյաները շատ հարցերում օգտվելու են, այսինքն նրանք կուլակաթափ են անելու նաև այլ անձանց։ Այսինքն իրականում դա ավելի լուրջ վտանգներով է հղի։ Դրա համար է իրավական, երբ որ մենք ստեղծեցինք, այսպես ասած, իրավական պետության գաղափարը, որ պետություն ստեղծել, ասում են իրավական պետություն։ Մենք պետք է այդ իրավական կանոններով անձանց կուլակաթափ անենք, այսինքն օրենքի տառին համահունչ, երբ որ դրան չարեցինք, դրա տակ շատերն են գնալու։ Հիմա ես ձեզ մի հատ ավելի པարզ օրինակ ասեմ, թող մեր հանրությունը նույնպես մեզ լսողները եթե նաև դիտում են նաև դիտողները իմանան, որ շատ པարզ օրինակով դա կարելի է բարձրացնել, օրինակ շատ երկրներ իրենց քրեական օրենսգրքերում, ընդ որում ավելի զարգացած երկրները, իրավական պետության ձգտող երկրները հանել են մահապատիժը։ Նույնն էլ Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու են դա հանել։ Այնպես չի, որ օրինակ տեսեք, մենք շատերս ինքներս, երբ որ տեսնում ենք ինչ որ մեկը կատարել է մի այնպիսի արարք, որը ուղղակի ամեն ձևով անընդունելի է, ամենածանր հանցագործությունը, անգամ ցեղասպանություն եւ այլ, մենք ասում ենք այդ անձիկ պետք է դատապարտվեն մահվան, այսինքն մենք ասում ենք իրավունքը, օրինակ մեր օրենսդրություն դա թույլ չի տալի։ Ինչու թույլ չի տալի։ Որովհետեւ եթե 1% հավանականություն կա, որ կարող է դատական սխալ լինել, պետք է այդ հնարավորությունը բացի այդ դատական սխալի հետևանքով կարող են շատերը նաեւ դրանից օգտվել եւ անմեղ մարդիկ կարող են դատապարտվել։ Տեսականորեն նայեք, ինքը նաև պատժի նպատակին չի ծառայում, այսինքն պատժի նպատակը որևէ արարք կատարված անձին վերադաստիարակելն է, որ հետո չկրկնվի այդ արարքը։ Բայց իրականում այդ սպանության այդ մահապատժի հետ կապված հարցը այլ տեսակետից երբ որ նայում են, կան իրավաբանների մի խումբ ասում են, չէ՞ որ հանրային շահը ավելի բարձր է։ Այսինքն եթե հանրային շահը ավելի բարձր է, անձին եթե պետք է մահապատժի դատապարտես, որովհետև սա ավելի ստոր է հանրային շահից, ավելի ցածր է, որովհետև եթե դու իրան մահապատժի չդատապարտես, ավելի շատ բաներ կլինի։ Հետևաբար պիտի անես, բայց սա այդ ձեր ասած դատական սխալի մեջ է տեղավորում։ Այդ դեպքում արդեն պետությունն ասում է, գիտեք ինչ կա, ես չեմ կարող 100% համոզվել իր մեղավորության մեջ։ Հնարավոր է մի քանի տարի հետո պարզվի, որ նա ոչ թե կազմակերպիչ է եղել, կամ ուղղակի կատարող է եղել, միգուցե նա օժանդակող է եղել։ Այսինքն իրական կազմակերպիչները մնացել են դրսում կամ իրական ովքեր որ ցանկացել են դա անի։ Դրա համար էլ այս առումով մենք պետք է ոչ թե գնանք ավելի շատ այս կացնային տարբերակով, որովհետև հենց կացնային տարբերակը օգտագործեցիր, հաջորդ անգամ դու ես հայտնվելու դրա տակ։ Դրա համար պետք է զգուշություն ցուցաբերեն։ Ավելին ասեմ, չէ՞ որ մենք ուզում ենք կուլակաթափ անել այնպիսի հանրությունը մարդիկ, որոնք իրապես նյութապես շատ հզոր են։ Թեկուս հանրության հաշվի են հարստացել, բայց չէ՞ որ նրանք հզոր են, եւ նրանք էլ նույն մեթոդը կարող են կիրառել, եւ այդտեղից կծակի արդեն անարխիան, ինչի դեպքում ընդհանուր համատեքստում եւ ոչ միայն մեզ մոտ, այլ միջազգային հանրության աչքի առաջ մենք կդառնանք ամենամեծ, ամենավատ, այսպես ձևակերպներով ասեմ, ավտորիտար, տոտալիտար երկիրը, որտեղ Հայաստան երկիրը ուղղակի մենք կկորցնենք։ Հետեւաբար ես կարծում եմ, որ մենք ավելի շատ պետք է գնանք այն ուղղությամբ, որ ծառայողները, պաշտոնատար անձիկ հանրության պահանջը կատարեն միայն
իրավունքի տառին համահունչ։ Դրա համար հենց ապօրինի ծագում ունեցող այդ իրավական ակտ հենց դրան է ծառայում, որ պարտադիր չի, որ անձի մեղավորությունը հաստատված լինի, կարևորը որ այն լինի պաշտոնատար անձ, այդ հարստացումը տեղի ունենա իր պաշտոնավարումից հետո, ընդ որում այն պետք է կապված լինի հանցավոր գործողության հետ։ Շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ փաստաբան Գևորգ Դավթյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, ընդ որում եւս մեկ անգամ շնորհավորում եմ մայիսի 1-ը աշխատավորների օրը, աշխատող եւ չգողացողների օրը։ Կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում։ Հաջողություն եւ համբերություն բոլորիս։